Orası mı çayırlara? Hele hetin gel, Pabirosov herru. Georgia mi varken eskom. Ողջույն։ Հունիսի 11-ն է, մոտ 1 ժամ առաջ Երևան, Սևան, Իջևան ավտոճանապարհի հրազդանի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա ըստ նախնական տեղեկությունների կայծակից պայթուն է առաջացել, ինչը տեսնում եք ավերածության է ենթարկել կամուրջը։ Երթևեկությունը այս պահին ժամանակավորապես դադարեցվել է, օպերատիվորեն ժամանել են Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալի
Վահագն Կարապետյանի եւ գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատերյանի գլխավորությամբ։ Ախպեր մի վարքյան էս կոմ էլի։ Այ ցավտանը մարզպետը որ ստեղա դու կարա գեթակ։ Կոտակը լավ է աշխատում մարզպետը։ 3 մարզպետ կա որ խելքը գլխին աշխատում են։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ Կոտակի մարզպետ Արոն Սահակյանի աշխատակազմի աշխատակիցները մարզպետի գլխավորությամբ արդեն դեպքի մասին տեղեկացվել է տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը, ում հանձնարարականով ժամանել են նաև ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի աշխատակիցները։ Կայծակի հետևանքով առաջացած պայթյունի հետո երկու ավտոմեքենաներ տեսնում եք, կարելի ասել վերածվել են մետաղե ջարդոնի, կամրջի ասֆալտը ահագին հատված, տեսնում եք ինչ վիճակա, պանելներն են նաև փլվել, բարեբախտաբար ուժասեր չկան, այս պահին արդեն մարզպետարանն ու Կոտակի մարզպետարանն ու ճանապարհային դեպարտամենտը արդեն սկսել են տեխնիկաներ բերեն, որպեսզի կարգավորեն խնդիրը, իսկ սա պիտի կապիտալ հիմնանորոգվի կամուրջը։ Աբովյանի ճանշինն էլ է, չէ՞, թե Հրազդանի։ Տեղում են նաև Հրազդանի եւ Աբովյանի ճանշինականները եւ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտակի մարզի փրկարարները։ Հարազատ մի վարքյան էս կողմ տեսնում եք ինչ վիճակա։ Մեկը Ford Transit է, մյուսը Mercedes Sprinter, թե այս պահին պարեկները պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև արդյոք տուժած կամ տուժածներ կան։ Այս պահին ներկա ժամի ինֆորմացիայով տուժածներ չկան։ Ժողովուրդ ջան մի վարքյան էս կողմ ընկեր։ Պայթյունը այնքան ուժգին է եղել, որ տեսնում եք ասֆալտի հսկայական կտորը շպրտվել է, բետոնե ծածկերն են տեղից դուրս եկել, մի քանիսը նույնպես շպրտված է, երկաթե ճաղավանդակները, պաշտպանիչ երկաթե պատնեշներն են վնասվել, կայծակից այս տեսակ բան, ես հələ որ չեմ հիշում, չեմ տեսել։ Մարզպետն արդեն հանձնարարականներ է տալիս։ Ձերը որ ապանա, այս վնասված մեքենայինը որ ապանա։ Ամեն դեպքում զանգ եք էլի ապա ասել եք։ Չէ։ Բա նավսակի ասեք, բայ միլիոնների ծախսա։ Բայց տանում են բան։ Հա, տանում են, բայց դե ապա ամեն դեպքում բան արեք էլի, ասեք ապային։ Հա, գալու էստե։ Այս ավտոն միլիոնների ծախսա։
Զանգել դու։ Հա, ինչ եմ ասում։ Ռեգոնա։ Հա, ապա զանգել են։ Ծո, կարևոր է դա։ Մահանա չբռնեն էլի։ Չգիտես, ապան փոխտվող չի, այնքան կտանի կբերի։ Ուժաս կա։ Երկու վարորդները։ Մի վարորդը ստեյա, մեկը հիվանդան։ Մարդու վար գելես հիվանդան։ Հա, միա բինական Atens genau, wo ist der Episode? Քիչ առաջ բարեկները պարզեցին, որ նշված վայրից երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից մեկը բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է բժշկական ծառայությունից, իսկ մյուսը մնացել է հիվանդանոցում։ Իմ տեղեկություններով պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածները երկու ավտոմեքենաների վարորդներն են, որոնցից մեկը դուրս է գրվել, մյուսը դեռ հիվանդանոցում է։ Աշխատանքները այս պայն շարունակվում է ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի եւ Կոտայքի հրազդանի ճանշինականների կողմից։ Նշել է, որ դեպքի վայր է ժամանել նաեւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը, ում հանձնարարականով արդեն ականջից այդպես շշուկներ հասավ, որ արդեն հաշվարկ են անում, թե ինչքան վնաս է պատճառվել։ Իսկ արդյոք նշված ավտոմեքենայի տերերը փոխհատուցում կստանան թե ոչ, դա էլ է քննարկվում ինձ հասած տեղեկություններով։ Տեսնում եք։ Ժողովրդյան մի վարքյան կներեք ես կողմ, այնա մեքենաների համար արդեն ահազանգել են ապա գործակալություններ իրենց ապաներ, մնում է սպասենք, որ ապան բարի կամք դրսևորի և գոնե 50% փոխհատուցում կատարի։
Սևան։ Դեպին էլ ասակոջան, դեպի հետ եկեք։ Այս բանին տեսնում եք ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներն են միացել առաջին իսկ պահից փրկարարծառայության Կոտայքի մարզի փրկարարները, հրշեջ փրկարարները տեսնում եք արդեն մաքրում են ճանապարհը, հեռացնում են ասֆալտը պայթյունի հետևանքով կտոր-կտորի բաժանված ասֆալտը այդ հատվածները հիմա իմ տեղեկություններով նաև դեպքի վայր է ժամանում ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարում է Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետը եւ տեղակալը բարեկները նույնպես միացել են ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներին Վարչության պետը տակն է, չէ՞։ Կոտայքի վարչության պետը մարզի փրկարը տակն է, կամրջի տակ է, հա։ Հա, ինքն էլ այնտեղ է։
Արդեն դեպքի վայրում է մոտ 1 ժամ գտնվում ներքին գործերի նախարարի տեղակալ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը, ով նույնպես քիչ առաջ զրուցում էր տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանի, իսկ հիմա էլ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հետ եւ քննարկում են, թե ինչ գործողություններ հետագայում պետք է կատարվի, որպեսզի շատ արագ կամուրջը հիմնանորոգվի եւ երթևեկությունը վերականգնվի։ Փրկարարներն են, որ առաջին իսկ պահից իդեպ իմ տեղեկություններով փրկարարների մեծ մասը ժամանել են Գյումրիից, 3 ամբողջ գիշեր Գյումրի իրենց գործընկերների հետ փրկարարները լարված աշխատել են նաև Գյումրի քաղաքում, գիտեք Գյումրիում ինչ կարկուտեր տեղացել եւ ահա այնտեղ աշխատանքներն ավարտից հետո որ փրկարարները պիտի գնային հանգստանային, միանգամից ժամանել են այստեղ ու շարունակում են իրենց աշխատանքը։ Ափսոս, որ փրկարարների աշխատավարձը ինչ կառավարություն եկավ, ասեց լավ կբարձրացնի, բայց սա օդ դուրս եկան։ Դեպուտատների աշխատավարձները բարձրացնում եք ումա պետք։ Դեպուտատը Աստված չանի, վաղը ընկավ ձորը փրկարարն է դրան ձորից հանելու։ Բայց այդքան տանջվում եք։ Խուդացյանը իջավ կամրջի տակ էլի, այսօր 2 անգամ իջել է կամրջի տակ։ Սիմոնյան։ Այ Սիմոնյան։ Բալիս Բաղյան ջան։ Որտե՞ց
Այդ պապիրոսով հեռու էլի։ Ari. Все, essa bate lá. Ja. Essa, Stefan! Որը բլուրը հասցրի ասֆալտի կտորը։ Alo. Այս պահին սկսվել է աշխատանքները ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Կոտայքի մարզպետարանի Աբովյանի եւ Կոտայքի Ճանշինի աշխատակիցների կողմից այստեղ ահռելի աշխատանք է պահանջվում, կարելի ասել պիտի զրոյից այս կամուրջը կառուցվի։ Ստուգվելու են նաև կամուրջի սյուները արդյոք վնասվել է, թե ոչ։ Մի խոսքով երկար աշխատանք է պահանջվում։ Տեսեք, պայթունը կայծակից ըստ նախնական տեղեկությունների կայծակից առաջացած պայթունի հետևանքով ինչ ավերածություններ է տեղի ունեցել։ Ասֆալտի անգամ ասֆալտը բետոնե այդ սալիկները շպրտվել են տարբեր տեղեր։ Տեսեք ինչ է, ոնց որ վրացմա, ոնց որ երկրաշարժ։
Վնասված կլինի հաստատ վենասյուններ, որտեղ վենա այստեղի ծակլնար տերևում է։ Oh, steeds Gali. Laat maar hem zijn. Hoe is alles? Ահա 20 մետր շպրտվել է որոշ հատվածներ։ Խուդացյանը մարզպետի չաբան, կամրջի տակ, տենամ վրնեմ նկարեմ, հասցնեմ, Խուդացյանը մարզպետի չան կամրջի տակ, հենասյուները բանը նայեմ։ Ձեր ավտոնա, չէ։ Հմի ապան ինչ կանի։
կախվել է էդի։ Հա, էդի պիտի։ Չէ, փակած է։ Ստե փակա, հա։ Փակա չես կարա, հետ գնա ախպեր, փակա։ Նա սախ ինչ ա եղել է։ Այսի չի, այսի է։ Էս, հա, էսի պիտի սախ հանվի թազա, չէ դրվի։ Հա, կողքի մեջ է։ Քիչ առաջ տեղեկացա, որ դեպքի վայրը ժամանել նաև տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը, ով արդեն մարզպետի հետ քննարկում են, թե ինչ գործողություններ պետք է կատարվի։ Հիմա այս պահին էլ գտնվում ենք կամրջի տակ։ Էս է հենասյուներն էր, թե ծածկներ, ժողովուրդ։ Բետոնե ծածկը, որ այս երկուսը վնասված է։ Հենասյունը, այսինքն հենասյուն, երկու հենասյուն ամբողջությամբ հեծանները, դրանք պիտի փոխվի, չէ։ Հա, արդեն վտանգ կա, էլի որ ամեն պահի ինչպես։ Այսինքն կամուրջը դարել արդեն վթարային։ Լսեցիք, ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի աշխատակիցն է, Կոտայքի ճանշինի աշխատակիցի հետ եկել են, նայել են եւ արդեն նախնական եզրակացությամբ կա վտանգ, որ կամուրջը իրոք դարել է վթարային։ Հենասյուներն էլ վնասվե, հեսա տեսնում եք։ Ոնց որ նստել է այդ հատվածը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12-13 հենասյուների վրա է կամուրջը, որը կառուցվել է դեռ սովետական տարիներից։ Մի քանի անգամ հիմնանորոգվել է, բայց հիմա այստեղ արդեն կապիտալի հլնդեղ նայեք։